Մեթյու Հենրի, ամենօրյա ընթերցանություն, օր հունիսի 14։ Որովհետև սա է Աստծո սերը, որ պահենք նրա պատվիրանները, նրա պատվիրանները ծանր չեն։ Առաջին Հովհաննես 5:3 խոսք։ Աստծո ժողովրդի հանդեպ իսկական սերը կարելի է տարբերել բնական բարությունից կամ որևէ խմբի հանդեպ կապվածությունից նրանով, որ այն զուգորդվում է Աստծո հանդեպ սիրո և նրա պատվիրաններին հնազանդվելու հետ։ Նույն Սուրբ Հոգին, ով սովորեցրեց սերը, սովորեցրեց նաև հնազանդությունը, և ոչ ոք չի կարող իսկապես սիրել Աստծո զավակներին, ովքեր սովորաբար մեղանչում են կամ անտեսում են որոշակի պարտականություններ։ Քանի որ Աստծո պատվիրանները սուրբ, արդար և բարի կանոններ են ազատության և երջանկության համար, նրանք, ովքեր ծնվել են Աստծուց և սիրում են Նրան, դրանք ծանր չեն համարում, այլ ափսոսում են, որ չեն կարող ավելի կատարյալ ծառայել Նրան։ Ինքնուրացում է պահանջվում, բայց ճշմարիտ քրիստոնյաներն ունեն մի սկզբունք, որը օգնում է նրանց հաղթահարել բոլոր խոչընդոտները։ Չնայած պայքարը հաճախ դաժան է և վերածնվածները կարող են պարտություն կրել, նրանք միևնույն է, կանգնում են և շարունակում են պայքարը նորացված վճռականությամբ։ Բայց բոլորը, բացի Քրիստոսին հավատացողներից, տարբեր աստիճաններով ստրկացված են աշխարհի սովորություններին, կարծիքներին կամ շահերին։ Հավատքը հաղթանակի պատճառն է, միջոցն է, գործիքը, հոգևոր զենքը, որով մենք հաղթում ենք։ Հավատքով և հավատքի միջոցով ենք մենք կառչում Քրիստոսին, արհամարհելով և դիմադրելով աշխարհին։ Հավատքը սրբացնում է սիրտը և մաքրում այն մարմնական կրքերից, որոնց միջոցով աշխարհը զորություն և իշխանություն է ձեռք բերում հոգիների վրա։ Շնորհքի Հոգին բնակվում է նրանում և ավելի զորավոր է, քան նրանք, ովքեր բնակվում են աշխարհում։ Կենդանի քրիստոնյան հաղթահարում է աշխարհը հավատքով։ Նա Տեր Հիսուսի կյանքի և վարքի մեջ տեսնում է, որ պետք է աշխարհին ուրանալ և հաղթահարել նրան։